կարա լինի հանրապետություն առանց դեմոկրատիայի։ Կարա։ Կարա։ Եկեք սկսենք։ Որտեւ դեմոս անտեր մնացած կարևորը որ իշխանությունը ընտրությամբ նշանակում է որ չէ, տես, եթե մենք իդեալականը պատկերացնում ենք, մենք նաև պատկերացնում ենք, որ տարբեր տեսակի կարող է լինեն։ Կարող է բոլոր ինստիտուտները չեն, որ ընտրվում են երկրում։ Այնպես չի որ ամբողջ բնակչությունն է մասնակցում ընտրություններում։ Հազար ու մի ձևի տարբեր բաներ կարող է լինել։ Որում եկեք լինենք մինչև վերջ անկեղծ ու Հիմա սկսել եք խոսել, Չէ, տես չենք սկսում։ Չէ, ուզում եմ ասել, այս թեման մի հատ կարանք մեջը Չէ, եկեք միանգամից խոսենք։ Իսկ կլինի Հայաստանում չունենանք համընդհանուր ընտրական իրավունք։ Սա ինչ կլինի, որ վեկենանք եվրոպացիներին ասենք, շատ կարևոր է։ Չունենք։ Չէ, համընդհանուր ընտրական իրավունք ունենք օրենքով։ Օրենքով սահմանադրությունում գրված է 48-րդ հոդվածը սահմանադրության դու ավելի լավ գիտես դա։ Wait a minute, սկսում ենք, սա ռեքա կամազն էլ անցավ։ Սա երկրորդ մասնադեմոկրատիայի մասին հաղորդման առաջինը այստեղ ալնելու դնելու ենք, իրան կլիկ անեք, առաջի մասը կնայեք։ Երկրորդում խոսում ենք տեսակներից, այսինքն դուք արդեն հասկացաք, որ պատմության ընթացքում չի եղել դեմոկրատիայի ձև, որը եղել է ճիշտ, լավ, աշխատող, իդեալական։ ու իդեալական։ Երկրորդ հաղորդումը նրա համար է, որ վերջնականապես դուք հասկանաք ինչ ձևեր են լինում դեմոկրատիայի եւ այստեղից սկսեցինք։ Ներկայացուցչական դեմոկրատիան, բայց մինչև սկսելը տեխնիկական հարց, ագորան, ուղիղ ժողովրդավարություն։ Դեմոկրատական հարց, ով է ցանկանում սառը թե, ով է ցանկանում տաք թե, իսկ ով ոչինչ չի ցանկանում։ Ես ոչինչ չեմ Ոչինչ Կարան զայնագրի, ես արդեն իմ տորտը կերա։ Ես ինձ թե եմ լսնում, շարունակենք մեր։ Յոլա գնացեք, լուրջ թեմաներից են խոսում։ Իհարկե։ Արտուր ջան, խնդրում եմ ձեզ։ Համընդհանուր, ահա։ Սկսեք էլի նույն ձևի ֆունդամենտալ ձևով հստակ ասեք, ինչ ձևեր կան դեմոկրատիայի, տեսակներ ու որոնք էլի ուր բերեցին ում։ Դա շատ մեծ հարց է, ում բերեցին ում, տեսեք մոտ 200 պետություն կա, չէ, աշխարհում։ Քանիսն են դրանցից ժողովրդավարություն, համարվում ժողովրդավարություն։ Երբ որ ասում եմ համարվում, այդ ինդեքսները, որ ձևավորվում են, տարբեր կազմակերպություններ ինդեքս, հա, ազատությունների ինդեքս, ժողովրդավարության ինդեքս, պարզավոր տարբերվում են, չէ, ժողովրդավարությունները իրարից։ Ինչ որ չափանիշներով, միտեղ ավելի շատ էս կա, միտեղ էս է բացական, հա, ոնց որ մենք տեսնում ենք, որ դա ընթաց կա ու երբ որ խոսում են խորացնելու մասին ժողովրդավարությունը, այսինքն մի sense հասարակ հարց, եթե լիակատար ժողովրդավարությունը, այդ իդեալական ժողովրդավարության, իդեալին ժողովրդավարության, եթե մոտ է, արդյոք նաև մրցակցող այդ կուսակցությունները ներսից պետք է ժողովրդավարական լինեն։ Ինչ լավ հարց է։ Անենց դուրս գալիս է։ Չէ, տեսեք այդ հարցը Եվրոպայում ավելի շատ, ԱՄՆ-ում ավելի քիչ գուցե։ Սա այն է ինչ որ ոչ մեկ չի կարող լուծի, հասկանում ես, Հայաստանի ոչ մի իշխանություն չկարողացավ ներքին ժողովրդավարություն ստեղծել։ Ամերիկայում կարողացան։ Որտեւ արժեքները ուրիշ են, մենք դրա մասին 5 հաղորդում խոսեցինք։ Կա տեսություն Ռոբերտ Միշելսը, դա իտալացի սոցիոլոգ էր, 20-րդ դարվա սկիզբն է, կոչվեց դա նույնիսկ պողպատե օլիգարխիայի կանոն, որ ինքը ասում է ներսից կազմակերպությունները, եթե կա ուժեղ առաջնորդ, ուշ թե շուտ ձևավորվում են որպես ներսից որպես օլիգարխիա, հա, օլիգարխիա դառնում։ Այդ առաջնորդը սկսում է ճնշել։ Նայեք, տեսեք հիմա Թրամփը շատ կարևոր ուրեմն բան է ուզում անցկացնի, հա, օրենք է ուզում անցկացնի կոնգրեսում, համաձայնություն չկա հենց հանրապետական կուսակցությունում, ինչ ասում Թրամփը, ձեզ վռնդելու եմ կուսակցությունից։ Հիմա հարց, եթե կա հնարավորություն այդ ժողովրդավարությունը խորացնել,
Այսինքն երբ որ բոլոր ինստիտուտները, բոլոր մասնակցող նույնիսկ կազմակերպությունները պետք է ժողովրդավար լինեն, բարձր որ մենք շատ հեռու ենք այդ իդեալից, շատ հեռու ենք։ Երկրներ կան, որ ավելի շատ ունեն ինչ-որ մի բան, երկրներ, որ ավելի քիչ, մենք պետք է հարց տանք, մենք ինչ ունենք, ոնց ձևավորվեց այն ինչ որ մենք ունենք, արդյոք դա նույնիսկ մոտ է ամենանվազագույնին, հա, պահանջվածից բանից Շումպետերը ետ ասած, որ պետքա մրցակցային եւ մասնակցությամբ ձևավորվի ժողովրդավարությունը։ Սա շատ կարեւոր է մեզ համար, բայց մենք պետք է մի քայլ հետ գնանք, հասկանանք ինչա տեղի ունենում։ Խոսեցինք այդ ազատության մասին եւ այլն։ Ես որպես անձ ուզում եմ, որ 3 չափանիշ աշխատի, չէ՞ ինձ համար։ Մեկը ես ազատ ընտրության հնարավորություն ունենամ, որոշումների վրա ազդեցություն ունենամ, չէ՞, այդ որոշումները, որ ընդունվում են, ոնց եմ ես ազդում դրանց վրա։ Կամ 5 տարին մեկ ձեն տալով։ Այո, կամ ընտրելով մեկին, որը որ իբրև պետքա ներկայացնի իմ շահերը, չէ՞։ Այստեղ մի քիչ ոտնես կաղկցենք։ Հա, հիմա ես երեքն էլ ասեմ, հետո դուք Չէ, կգաք Դիկտատոր է, էլի։ Քարչեք թողնի, ժողովրդավար դիկտատոր եմ։ Երկրորդը կարևոր է ինձ համար, որ այդ որոշումները երբ որ կայացվում են, որ լինեն կոմպետենտ մարդիկ, որոնք որ դա կայացնում են, հա։ Կոմպետենտ պետք է լինեն։ Հիմա ես եթե պատկերացնենք, որ մենք երեքս ենք, պատկերացնենք, որ դու վիրաբույժ ես, իսկ դու տնօրեն ես, չէ, պատկերացնենք մի բան։ Դու տնօրեն ես հիվանդանոցի։ Ես հասարակ մարդ եմ։ Ոնց որ ոչ մի խնդիր չկա, չէ՞, այսպես ասենք։ Բայց հիմա պատկերացնենք, որ ես պացիենտն եմ, որ ես ինձ վիրաբուժություն է պետք, սրտի վիրաբուժություն։ Հիմա այս մարդն է լինելու այդ վիրաբույժը թե ուրիշ մարդ է լինելու, դա արդեն շատ կարևոր է ինձ համար, չէ։ Ես ուզում եմ, որ կոմպետենտ մարդիկ որոշումը կայացնելիս կոմպետենտ լինեն։ Հիմա չեմ խորանա այդտեղ, երրորդը ասեմ։ Երրորդն էլ է կարևոր, որովհետև որոշումները շատ կարող է լինեն, իերարխիա կա, ինչ որ մի խնդիր ավելի կարևոր է ինձ համար կամ մյուսը։ Սա կոչվում է ժամանակի տնտեսություն, ես ինչու՞մ եմ շահագրգռված։ Տնտեսում, հա։ Որ ես ինչու՞մ եմ շահագրգռված, որ ինձ համար կարևոր հարցերը օրակարգում վերևում լինեն։ Չգցեք միջև ես իմ հետո կլուծենք հարցը։ Այս երեքն է, որ ինձ համար կարևոր են եւ ոնց որ ժողովրդավարությունը պետք է այդ երեքին էլ պատասխան տա, բայց մենք տեսնում ենք, որ խնդիրները կան, ինչպես կա նաեւ այդ քաղաքական հավասարության հետ կապված։ Այլը միջև դրան ասնելը, արի այս 3-ը մենք պրոյեկտ ենք։ Ուրեմն կոմպետենտությունը։ Եթե առաջինը ուրեմն որոշումների վրա ազդեցությունը, որոշումների վրա ազդեցությունը Հայաստանում փաստացի 5 տարին մեկ ընտրության մասնակցել կամ չմասնակցելն է, ամբողջ 5 տարվա ընթացքում շանտեղ տնող չկա ոչ մի ընտրողի։ Կոմպետենտությունը սենց է, եթե խելքս կտրել հասել է, զարթողի ճանապարհներով դարել եմ վարչապետ կամ նախագահ, սրանից այնյան էլ ի՞նչ կոմպետենտություն։ Եթե սաղ են խափել եմ, հասել եմ իշխանության, հենա կոմպետենտ եմ, համ կարամ բժիշկ աշխատեմ, համ կարամ ասֆալտապատեմ, համ էլ մարդկանց կառավարեմ, երրորդն էլ որն էր։ Արդեն մոռացաք երրորդը։ Որպեսի հարցերը առաջնահերթություն ունեն, դե քանի որ համար երկուսը ես ժամանակի տնտեսումա հիմար ընտրող դու դե տեղդ վերընկի, ես եմ որոշում, մանկապարտեզ եմ վերանորոգում, ասֆալտապատում եմ, թե կրթությանը հարցով եմ զբաղվում։ Հա, իդեպ դու կրթությունն ես ուզում, տավարիցավ։ Ես չեմ ուզում դու կրթվես, որովհետև դու որ կրթվես, ինչ որ շատ պահանջներ ես իմ հանդեպ դնելու։ Դրա համար դու մանկապարտեզով ու ասֆալտապատումով վերընկի տեղդ։ Հիմա ոնց որ դեմ ես գնում պետական Չէ, ես դեմոկրատիայի հայկական ընկալումների մասին եմ խոսում։ Ասում են հակառակը կրթվելը Չէ, ասելը, Լորենց Պապս ասում էր ասել անել չի։ Ասում են, բայց չեն անում։ Մի բան էլ ասեմ, թվում է որ եթե ունենայինք ուղիղ ժողովրդավարություն, լիներ ագորա կամ ինչ որ այն ժամանակ դեռ հեղափոխական Միկվա վարչապետը ասում էր, այ բոլոր որոշումները ընդունել ենք այստեղ հրապարակում, հա, դա ագորան է, դա այն ինչ որ ունեին վիկինգները, իրան տինգը, ամբողջ բնակչությունը հավաքվում է, քննարկում են մեծամասնության որոշմամբ ընդունեցինք այս մի բան։ Բայց դա հնարավոր չի, որ մեծ արդեն համայնքը
չափսը կարևոր է դառնում, հա, մեծ է, դու չես կարող միշտ հավաքես 2 միլիոն 3 միլիոն էլ չկանք, բայց ինչ կամ էլ կանք, դու չես կարող, չէ՞, բոլորինակ։ Դրա համար նույն Բրիտանիայում սկզբից ձևավորվել էր, Հոլանդիայում, Բրիտանիայում այդ ներկայացչական գաղափարը, հա, որ մենք ընտրում ենք ներկայացին, որը որ ոնց որ ներկայացնում է մեզ, մեր շահերը լավ հասկանում է, կոմպետենտ է, հասկանում է ինչն է մեզ համար կարևոր, ոնց է ազդելու այս կամ այն որոշումը մեր վրա եւ այլն, մենք իրան ենք ընտրում, որ ինքը այդ ամենը անի, բայց սա էլ շատ հակասական գաղափար է եւ հիմա է որ ես կուզեի լսել Ռուսոյի մասին, որովհետեւ հիշում եմ ինչեր Եկանք հասանք Ռուսոյին։ Ռուսոն համընդհանուր ընտրական իրավունքի մասին հասարակական պայմանագիր իր աշխատության մեջ չշփոթենք քաղաքացիական պայմանագրի հետ։ Ինչ է ասում։ Անգլիացի ժողովուրդն իրեն համարում է ազատ։ Նա չարաչար սխալվում է։ Նա ազատ է միայն պարլամենտի անդամների ընտրության ժամանակ։ Նա ստրուկ է, նա ոչինչ է։ Դատելով, թե ինչպես է անգլիացի ժողովուրդը կիրառում իր ազատությունը այն կարճ ակնթարթներում, երբ նա տիրապետում է, տնօրինում է այդ ազատությամբ, նա լիովին արժանի է դա կորցնելուն։ Այստեղ ուրիշ դիլեմա առաջ են կանգնում։ Տալիս ես համընդհանուր ընտրական իրավունքը ժողովրդին, մի ժողովրդի, որը որ քաղաքականապես հասուն չի, մեղմ ասած, Ինչի ֆինանսապես ու իրավաբանորեն։ Եվ նա գնում է եւ դառնում է էժան քաղաքական դեմագոգիայի զոհ։ Այստեղ ես անկեղծ ասած մի հետարքիր տեքստ եմ գտել Ջուզեպպե Մենոտի դե Ֆրանչեսկո։ Քաղաքացիներին ձայնի իրավունքով օժտելուն պետք է նախորդի զանգվածների նախապատրաստումը, դրանց քաղաքական դաստիարակումը։ Հակառակ դեպքում կարող է ստեղծվել վտանգ, որ ոչ adekvat ընտրազանգվածին կվստահվի պետական մարմինների ձևավորման խնդիրը, ինչը բնականաբար կբերի այդ նույն կազմակերպությունների համար կործանարար հետևանքների, որոնց բարեկեցության համար իբրև թե անհանգստանում էին։ Այդ մարդուն գնդակահարեցին։ Չէ, մտահոգությունը հասկանալի է, չէ, ինչի մասին է խոսքը գնում, որ մեծամասնությունը կարող է խափնվի, մեծամասնությունը կարող է սխալվի։ Եվ ժողովրդավարության ջատագովները կձեզ կասեն, որ սխալվեցիք, կշտկենք, մյուս ընտրությունների ժամանակ կշտկվի, եթե սխալ էր։ Սա է որ այդ հնարավորություն, բայց արդյոք միշտ է որ կարող ես շտկես այդ սխալը ընտրություններով եւ ինչ վերաբերվում է մասնակցության, այո, մենք կարող ենք հայտարարել, որ մեր մոտ բոլորը ունեն 18 տարեկանից ունեն այդ իրավունքը, բայց մի բան է հայտարարել նույն սահմանադրությունում գրել, մյուս բանն է ապահովել պայմաններ, հա։ Այսօր բոլոր Հայաստանի քաղաքացիները մասնակցում են ընտրություններում։ Ոչ։ Ոչ, չէ, որովհետև եթե դու դրսում ես, դու հնարավորություն էլ չունես, ասում են դու պետքա լինես Հայաստանում, բայց սահմանադրությունում տենց բան գրված չի, որ պետքա լինես Հայաստանում, որ ինչու չեն գրում Ինտերնետ կա, Skype կա, այցեր Սկզբում ունեինք, հետո վերացրեցին, ասեցին, որ երբ որ դու գտնվում ես Ռուսաստանում, մի վարքյան ով ասեց, որոշումա, չէ, որոշումա, հա, այն ժամանակա իշխանությունը, բայց սահմանադրությունում չկա տենց բան գրված, էլի եմ ասում։ Իրանք որոշեցին լինելը չի դադարում նրանից, որ դու դրսում ես, դե գրեք, որ եթե քաղաքացին գրել եք, չէ՞ որ ինչ ով չի կարող մասնակցել։ Այ 48-րդ հոդվածը սահմանադրության Հայաստանի գրված է ով չի կարող մասնակցել։ Եթե գրել եք ով չի կարող մասնակցել, գրեք, որ չեն կարող մասնակցել, բայց դե դեպքում ստացվում է, որ առնվազն, դե շատ կոպիտ ասած, 1/3-ը բնակչությանը, որը որ երկրից դուրս է, չի մասնակցում։ Մենք եկանք նորից այդ մասնակցության պահին, հա։ Եթե մասնակցությունը չկա, արդյոք կա քաղաքական հավասարություն, չկա։ Մենք փաստորեն հայավարի ցենզ ենք կիրառել ընտրական։ Մեր իսկ հայերի Այո, որտեվ ադմինիստրատիվ ռեսուրսը 10-15%-ա, քեզ պետք չի այդ դրսի մարդիկ, ում վրա դու ճնշում չես կարող։ Բայց ես այդ Ջուզեպպե Մենոտի միտքը կուզեի շարունակել, սա երկրորդում է Արտուր ձեր ասած մտքին։ Վտանգը պարունակվում է հենց համընդհանուր ընտրական իրավունքի համակարգում։ Կան այդ վտանգները մեղմելու տարբեր ձևեր, սակայն լավագույն ձևը ըստ իտալացի իրավաբանի դա ձայնի իրավունքի սահմանափակումն է։ Ինչ կարծիք եք։ Ես օրինակ մտածում եմ, եկեք անկեղծ լինենք մեզ հետ։
Մեր արժեքային համակարգը դեմոկրատական չի, ուրիշին մի արա այն ինչ որ չես ցանկանում որ քեզ անեն, մտածելակերպը ասիական է։ Միգուցե ժամանակն է որ մենք ինքներս մեզ խոստովանենք եւ գնանք մեր եվրոպացի գործընկերներին խոստովանենք, ասենք Ժորժ ջան, դուք մենք ձեր մեղքը չենք գալիս, չեք տեսնում որ արդեն 34 տարի դուք մեզ անդադ փորձում եք ներարկել այդ դեմոկրատիան մերը չի կպնում, էլի դա մերը չի, դուք գիտեք, արդեն այն ժամանակ ասենք միամիտ էիք, կարծում էիք որ կստացվի, հիմա տեսակ որ չստացվեց, ուրեմն մի հրաշալի իրավաբան ընկեր ունեմ, ամերիկահայ, առաջի ալիքի հետ ձեզպես եկավ հետ Հայաստան, 93-ին եկավ եւ մեր ֆակուլտետում նույնիսկ դասավանդում էին, խոսում էին ժողովրդավարությունից, անկախության հռչակագրից եւ այլ, հետո անցավ 10 տարի ինքն էլ ապրեց 10 տարի, հետո հիասթափվեց, թողեց գնաց, ինչպես շատ հազարավոր մեր հայրենակիցներ, ցավոք սրտի, հետո մի օր խոսում էինք իրար հետ, ասում եմ, ամեն օր ասում ես, որ Ամերիկայում դեմոկրատիա չկա, բա եկել էիր մեզ, այստեղ դեմոկրատիա էր քարոզում, ասում եմ, կասես ինչի էիք, էլի տենց անում։ Ասում եմ, լսի, մեր մոտ չէր ստացվե։ Մենք փորձում էինք ձեզ մոտ այդ նույն այդ մեր վեհ գաղափարները ձեզ մոտ գործ արգենք։ Միգուցե անկեղծ կլինի մեր եվրոպացի գործընկերներին ամերիկացի, ասենք այդ միլիոնները, որ հիմա չնայած Տրամփն է կրճատելա, մի տվեք դեմոկրատիա, որտեղ մերը չի, մեր մոտ եկեք էլի ձև գտնենք, ճիշտ հայկական ձև գտնենք, թե ինչպես ենք կառավարելու, ինչպես ենք ընտրելու, ով է ընտրելու, գուցե լիքը մարդիկ կան, որոնք չեն էլ ուզում գան ընտրությանը մասնակցեն, գուցե ասում են մեզ բյուջեից ասենք 300,000 դրամ տվեք, մենք չգանք ընտրություններին։ Ես ուզում եմ որ յուրաքանչյուրի ուղեղում ուղակի մխրճվի, որ դեմոկրատիան դա մեծամասն դա գործիք է, որի միջոցով մեծամասնությունը դա տակթեյն է, հա, որի միջոցով մեծամասնությունը տիրապետում է իրավիճակին եւ ժողովրդին։ Չէ, ես կարծում եմ այդ մեծամասնության յետևում փոքրամասնությունն է կանգնած։ Այո, այդ փոքրամասնությունը, այդ ավտորիտար փոքրամասնությունը, որը մխրճված է դեմոկրատական իշխանության մեջ, որը պահի տակ գալիս է իշխանության եւ ասում է, դե մենք մեծամասնություն ենք։ Դա պատրանք է, որը Օխլոսին են վաճառում, հասկանում ես, խաբում են։ Այո, բայց որpիսի միջին վիճակագրական մարդու մոտ մխրճվի մեծամասնությունը ինչի է սխալական։ Մենք պետք է ասենք հետեւյալը. ճանճերը 100 անգամ երկիր մոլորակի վրա մեղուներին գերազանցում են։ Ինչ են ուտում ճանճերը որպես մեծամասնություն։ Ծեղանի վրա նստած ենք, էլի, ինչ փոքրամասնություն։ Հա, փոքրամասնություն, պարզ է։ Հետևաբար այս բնության օրինակը ուղղակի հիասքանչ է նկարագրելու նրա մասին, նա, որ պարզապես մեծամասնություն լինելը ոչ մի առավելություն չի տալի այդ ուժին, քաղաքական ուժ կլինի, ինչ կլինի, մարդկային հասարակություն կլինի։ Այսինքն անընդհատ իշխանության եկող մարդիկ, հիմա չթվեմ իշխանությունները, հա, մեր հաղորդումը դրա մասին չի։ Անընդհատ ազգային ժողովի ամբիոնից էդ էին ասում, ես որպես նախկին լրագրող դա շատ լավ եմ հիշում, կապ չունի ով էր իշխանության։ Ասում էր, դե մենք մեծամասնություն ենք։ Բա մեծամասնությունը պետք է որոշի, փոքրամասնություն եք, դեմոկրատիա համբերեք կգաք իշխանության ու այդ քմծիծաղը, որ դուք երբեք էլ չեք գա իշխանության։ Իսկ այդտեղ դու իրենց ասում ես, որ մեծամասնությունը ժողովրդի ձայնը խաչեց Քրիստոսին։ Դուրը ոնց որ բացել եք ավելի մեծ թեմայի, որը կոչվում է պոպուլիզմ, հա, որը որ շատ է տարածվել աշխարհով մեկ, դա կախված է նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հետ, հա, ոնց է ազդում ընտրողի վրա, հա, ինչն է ազդում ընտրողի վրա, ոնց է ձևավորվում ի վերջո այդ մեծամասնությունը եւ մեծամասնությունը, ել եմ ասում, կարող է սխալվի իր ընտրությունով, բայց արդյոք ունենալու է հնարավորություն փոքրամասնությունը փոխելու իրավիճակը։ Ոստեղ է որ խոսքը գնում է կոնսոլիդացիայի մասին ժողովրդավարության, մի այլ գիտնական, ինձ համար շատ հարազատ, որովհետև երկար տարիներ շփվում է հետը, Սեմ Հանտինգտոնը, ասում էր, մենք ինչպես պետք է հասկանանք, սա ժողովրդավարությունն է թե չէ։ Մի շատ կարևոր չափանիշ էր ինքը առաջարկել, ասում է, եթե երկրում
իշխանությունը չի անցել մեծամասնությունից փոքրամասնություն եւ նորից մի այլ ուժ առանց բանի, բռնության։ չի առանց բռնության, չի եղել եւ բոլոր ուրեմն մեր չափանիշները պահպանվել են, ազատ ընտրել են մարդիկ, արդարալինել մրցակցությունը, մասնակցել են։ Եթե այդ ամենը տեղի ունենում, մենք խոսում ենք կոնսոլիդացված ժողովրդավարության մասին, որը նաեւ չի նշանակում, որ իրանք չեն կարող շեղվել այդ ճանապարհից ինչ որ մի ապագայում, բայց այս պահին դա ժողովրդավարություն է։ Մենք չունենք, տեսեք, մեր իշխանությունները հենց որ եկան իշխանության, հա, ես վերջի պահով ասեմ, ես 18 թվին էր երբ էր իրանք ծրագիր ներկայացրին, որտեղ գրված էր 2050 թվին։ Այո։ Իմ մոտ ամենաշապես ինչ հարց առաջացավ։ Դուք ո՞նց կարող եք ինձ խոստանալ մի բան, եթե դուք համոզված չեք, որ վաղը դուք չեք ընտրվել։ Այսինքն դուք անգամ համոզված եք, որ մինչև 50 թիվ դուք եք շարունակելու եք այն ինչ որ արել եք, որ ինձ խոստումներ եք տալիս, որտեղ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքական, ինչ ենք մենք անելու ստեղ, այնտեղ Արցախի հարցը եւ Արտուր ջան, ծնելիությունը քո փոխարեն որոշել էին 5 միլիոն պետք է դառնայինք։ Դե Էլ ինչ ես ուզում։ Լավն էլ ասա։ Դե սա ստեղա որ խնդիրներից մեկը կա, չէ, որ մենք եկել ենք հասել ենք մի պահ, որտեղ նույն Միացյալ Նահանգներում այն մարդիկ, որոնք որ լուրջ մտածում են այս հարցերի շուրջ, ասում են, որ Միացյալ Նահանգները Դրանք շատ չեն։ Շատ չեն, բայց կան Միացյալ Նահանգները շատ են հեռացել այդ քաղաքական հավասարության ամենակարևոր բանից, հա, Բալանսից։ Դե լեգիտիմությունը որտեղից է ստանում ժողովրդավարությունը։ Լեգիտիմությունը քաղում է հենց այդ գաղափարից, որ ավելի լավ է ապահովում քաղաքական հավասարությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չի եւ գնալով տեսնում ենք, որ այդ օլիգարխատը, այն ինչ որ կոչվում է deep state, հա, ինչպես է ազդում որոշումների վրա, որ ես նույնիսկ ձեզ կարող եմ ասել, Միացյալ Նահանգներում ապրելով իմ հարևանները ազնիվ եմ ասում, իրանք ծնվել են Միացյալ Նահանգներում, ապրել են ամբողջ իրանց կյանքը, ես իրանց հարց եմ տալիս, ով է մեր այսօրվա ներկայացուցիչը կոնգրեսում, չգիտեն, իրանց համար դա կարևոր չի, բայց Միացյալ Նահանգներում նաև այսա շատ կարևոր է, դեր աշխատում է տեղական մակարդակով։ Հայ երբ որ որոշում պետք է ընդունվի իմ փոքր Բելմոնտ քաղաքում բյուջեն ինչպես ենք մենք ծախսելու, որտեղ բյուջեն մեր հարկերից է, չէ՞, դպրոցի վրա ենք ծախսում, ինչի վրա ենք ծախսում, այդտեղ մարդիկ մասնակցում են, այդտեղ մարդիկ պայքարում են, որ ճիշտ ձևով որոշումներ ընդունեն։ Միչայելոց ով Ամերիկայում եղել է, դա միշտ օրինակ Հյուսիսային Կարոլինայում որ խոսում ես, ասում է those guys in Washington, այսինքն միշտ այդ մարզի բնակիչը ասում է, որ ընդ տղեկ կան Վաշինգտոնում, իրանք են հարցեր լուծում, բայց մենք ինչ, մենք ստեղ մեր համայնքով յոլա ենք գնում։ Այն ինչ որ Արտուրը նկարագրեց իր հարևանների հետ կապված, Թույլ տվեք, ասում է տղա ջան, դու ուրիշ հերոսյանուն չգիտես, բայց թույլ տվեք նորից ռուսոյին մեջ բերել։ Ինչ է ասում ռուսոն։ Քաղաքացիական պայմանագիր Հասարակական, էս անգամ։ հասարակական։ Ընդգծում է ներկայացուցչական համակարգի կործանիչ ազդեցությունը։ Եվ ինչ է ասում ռուսոն։ Ասում է. ընտրված ներկայացուցիչները վերաբերվում են ճակերտների մեջ արդեն քաղաքական շրջանակների, անկախ թե որ դասին են նրանք ի սկզբանե պատկանել։ Նրանք ըստ էության բացարկվում են իրենց ընտրողների շահերից եւ որոշիչ պահերին գործում են որպես առանձին ինքնաբավ միավոր։ Այսինքն ամբողջ խնդիրը նենց է, ոնց խփեմ գամ իշխանության։ Վերջ։ Ու մոռացա։ Պետքա հետ բերենք դեպուտատների հետկանչելիության ինստիտուտը։ Դա շատ կարևոր է։ Դուք Դա շատ երկուսը կարևոր է։ պարոնայք, կարևոր բան եմ ուզում որ ասեք, սկսեցիք կիսատ մնաց։ Այդ մեծամասնությունից դեմոկրատիայի որ խոսում է Դոնթի Բանաձևով, բան խնդրում եմ Արտուր ջան, մի հատ մեր հերոստատիտողին բացատրի, ոնց է ալնում որ գրեթե մարդ չի մասնակցում, բայց իրանք ստանում են այդ մեծամասնությունը ու բոլորիս անունից այդ զուտ տեխնիկական բան է, բայց մարդիկ պետք է դա հասկանան։ Մինչև Դոնթը կա Կոնդորսեի Բանաձևը, որի վրա հիմնված է, որտեղ որ ապացուցվում է, որ կարա տենց լինի, որ ան փոքր լինի B-ից, B փոքր լինի C-ից, բայց C-ն ընտրվի։
Սա ֆենոմեն է, այսպես պարզ ասեմ, որ ընդունեք անցնենք առաջ, էլի։ Իմացողի համար։ Մենք հիմա մի հատ չիմացողի համար բացատրենք այդ կեղծիքը, դեմոկրատիայի կեղծիքը հատկապես հայկական իրականության մեջ ոնց է ձևակերպվում, խնդրեմ։ Նախ եւ առաջ մենք պետք է այդ հարցն տանք, հա միշտ։ Արդյոք պարլամենտական հենց հանրապետությունը, որը որ ընտրվեց, հա, որ մենք պարլամենտական ձևաչափ ունենք, հա, դա ճիշտ էր Հայաստանի համար թե չէ։ Դե լավ, ասենք թե պարլամենտական հաղորդման թեմա։ Դե հա, ես հասկանում եմ, դրա մասին էլ պետք է խոսվի, բայց պարլամենտական ենք։ Հիմա ինչ է ստացվում։ Չափանիշ 1 մասնակցություն 50-ից ցածր մասնակցությունով եկավ ընտրություններին, դրա կեսը ընտրեց ինչ որ մի ուժ, փաստորեն մենք խոսում ենք 20%-ի բանով, հա, եւ այդ ուժը ըստ համանդրության կարողանում է ձևակերպել պարլամենտում սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն փոքրամասնությունը կարողանում է ընտրվել եւ այդ փոքրամասնությունը հետո կարող է վերարտադրվի իր իշխանությունը ինչ ձևով օգտագործելով admin ռեսուրսը, որովհետեւ միայն admin ռեսուրսը եւ փոքր մոտավորապես կարող հասնի նույնիսկ ինչ որ չափով 20%-ի ի նկատի ունենալով մեր մշակույթը, որտեղ հարաբերություններն են կարեւոր, հա, ում ես ձայն տալիս, ով է քեզ համար կարեւոր որ ընտրվի դե մեր բարեկամն է որոշումների վրա չեն կարող ազդել, բայց հարց լուծող ինչ որ դե թող հեռավոր բարեկամ լինի, բայց էլի հարց լուծողա, չէ։ Ընդ որում Արտուրի նկարագրած այս հայկական իրականությունը սահմանադրական բացարձակ մեծամասնության կազմավորումը, էլի։ Նույնպես ինքն իրենով ապացուցում է, որ մեր մոտ դեմոկրատիա չի եղել, չկա ու չի լինելու։ Ասեմ ինչու, որովհետև լուրջ գիտնականները, Լուչանո, Կանֆորը, մանրամասն վերլուծել է եկել է հետևյալ եզրակացության, որ փորձը ցույց է տալիս, որ բարդ սոցիալական կազմ ունեցող բնակչությամբ առաջադեմ երկրներում պարլամենտական քաղաքական ուժերից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի հավաքում ընտրությունների ժամանակ։ Եվ այստեղ առաջագալիս այդ երբ որ իրենք սկսում են բանակցել կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում եւ ուզեն չուզեն ստիպված են բանակցային հմտությունները, արժեքները ընդունելու։ Մեր մոտ չկա տենց բան, մեր մոտ գալիս է փոքրամասնությամբ ձևավորվում մի քիչ արդարացեց վերջի Գյումրու ընտրությունները դրան բերեց, այսինքն ատելությունը առ ներկայ իշխանությունն ենքան մեծ է, ստիպված բանակցեցինք ու մենք մի կտոր հաց տվե։ Մեծ հաշվով մենակ են, որ դու տեսնում ես, որ քո պարլամենտում մի ուժ կարող է ձևավորի բացարձակ համադրական մեծամասնություն, խոսում է քո հասարակության քաղաքական տգիտության, անհասության եւ կոռումպացվածության մասին։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսինքն այդ բարդ հասարակարգն է, որի մասին դու խոսում ես, բարդությունը ոչ միայն չիմացությունն է։ Բարդ սոցիալական կազմ ունեցող հասարակություն, միջին խավ, դեմոկրատիան պիտի միջին խավի վրա հիմնվեր։ Մոռացանք Դե դրա մասին ասացի, չեմ կարող համաձայնվեմ, որ երբեք չի լինի, ես չգիտեմ ինչ կլինի, ինչ լինի, բայց ես մի բան հասկանում եմ։ Եվ գուցե պետք չի որ լինի, եկեք ավելի ազատ մտածենք, ազնիվ լինենք մեր հանդեպ, մեր գործընկերների։ Սա մյուս հաղորդման բանն է։ Միգուցե, բայց կարամ ասեմ, որ սկսում ենք ուրեմն մի դասից, որը որ ինչ որ արժե համակարգ ունի։ Հիմնված իմիջիալոց ավելի շատ կրոնական բաների վրա, որ մենք բոլորս հավասար ենք, հա, այդ հավասարությունը։ Երկրորդը, այդ ոսկե կանոնը, որ ես ուզում եմ ձեզ հետ վարվել այնպես, ինչպես կցանկանայի որ դուք վարվեիք ինձ հետ, կամ չվարվեմ ձեզ հետ այնպես, ինչպես չեմ ցանկանա։ Մեր մոտ եթե կարող եմ քեզ ոչնչացնել, անպայման ոչնչացնել։ Չէ, հիմա տեսեք, այդ դրա հետ զուգահեռ կա միջին խավը, որը որ շատ կարևոր է, որովհետև միջին խավը ինքը արդեն ապահովել է Մասլոյի ամենաներքևի բաները, հա։ Եվ ինքը իրան հետարկում է ավելի երկարատև, քան օրարիա ամենաառօրյա ինչ որ գոյատևման բաները, հա։ Ինքը մտածում է ավելի երկար եւ ինքը մտածում է այնպիսի բաների մասին, որտեղ խոսքի օրինակ նույն որոշումների վրա ազդեցություն ունենալը, հա, իր հավասարությունը մնացածի։ Եվ այդ միջին խավի վրա խավն է, որ ստեղծում է քաղաքական կուսակցություններ, որոնք ունեն գաղափարախոսություն,
Եվ տարբեր գաղափարախոսությունները մրցակցում են եւ այդ մրցակցությունը ազատ է եւ հավասար պայմաններում են մրցակցում։ Մենք ունենք քաղաքական կուսակցություններ, որոնք որ լիակատար քաղաքական կուսակցություններ են։ Խոսքերնակ դե չգիտեմ, կարող է պատահի դաշնակները կասեն մենք ամենահին քաղաքական կուսակցությունն ենք եւ այլն, բայց ինձ ինչն է հետաքրքրում, մարդիկ անդամագրվում են, կուսակցության անդամ են դառնում, որովհետեւ իրանք հասկանում են, որ այդ կուսակցությունը իրանց գաղափարների գրողն է եւ պատրաստ են նյութական ձևով, որ կուսակցությունը ազատ լինի, կախված չլինի ինչ որ այլ գաղափարակիրներից, հա։ Մենք ենք, մեր կուսակցությունն ինքնա պայքարելու, որ հետո ձևավորի մեծամասնություն, որ կարողանա առաջ տանի մեր շահերը, մեր պահանջները բավարարի։ Սա է խնդիրը, մենք նույնիսկ քաղաքական էս դաշտը, որ նայում ես կուսակցությունները, գիտեք ինչն է բանանում մեր Այս մի կուսակցությունը արևմտամետ է, այս մի կուսակցությունը ռուսամետ է։ Ես ընդհանրապես չեմ հասկանում ոնց է հնարավոր դա անկախ պետությունում դու ունենաս մի կուսակցություն, որը որ ոչ հայամետ է, այլ ռուսամետ է կամ արևմտամետ է։ Ну, դեգրադացիան հասել է այդ աստիճան։ Չէ, դա է մեր ներքին գաղափարախոսական պայքարը։ Չէ, դա պետք է լինի միշտ եղել է ավելի շատ տնտեսական հարցերում, պետությունը ինչ կամով է մասնակցում, ինչպես է ազդում, հարկերը եւ այլն։ Այդ հարցերում է որտեղ տարբեր բաներ են ձևակերպվել, հա, գաղափարախոսություններ։ Իսկ մեզ մոտ դա չկա, գոյություն չունի, կամ մի կուսակցություն կամ անձն է, անձի շուրջ, հա, որը որ նորից վերադառնալով Միշելին նա ասում էր, որ այդ օլիգարխիան է, պողպատե օրենքն է, կամ էս անձն է, խարիզմատիկ եւ այլն, բայց տակը նայում ես, ինչ գաղափարախոսություն է ձեր գաղափարախոսությունը։ Ինչի վրա է հիմնված։ Ասեմ, ցանկացած գնով հասնել իշխանության, երբևիցե չստեղծել միջին դաս եւ շարունակել նույն խաղի կանոններով 91 թվից ի վեր կառավարել։ Դե դա բերելու է նրան, որ ժողովուրդը ուշ թե շուտ այդ ամենը հասկանալով, դեն չի, չէ, որ չեն հասկանում ինչ է։ Դա բերելու է նրան, որ ձևակերպելու է ապաթիա, այսինքն չեն ուզենալու ընդհանրապես մասնակցել։ Դա արդեն կա։ Բայց դա էլ նշանակում է, եթե չկա մասնակցություն, դա կարևոր չափան չէ, դա չափանիշներից է, չէ, բանի ժողովրդավարության։ Գնում ենք դեպի ավարտ։ Հա, Արտուրի հարցին ես էլ մի բան պատասխանեմ, նաև այդ գաղափարախոսության մասին պատմեմ մի բան իմ կյանքից։ 2018 թիվն է, ապրիլն է, այն ակտիվ շրջանն է, երբ որ փողոցներն են փակում եւ այլն, եւ կնոջս ծնունդն է, ազատ օր է, որոշել են գնանք Ծաղկաձոր։ Գալիս եմ Հրազդանի այդ շրջանակին եմ հասնում, մի հատ ջահել տղա վերակենում քարերը դնում է մեքենայից դեմը։ Ինձ հետարքիր է։ Իջնում եմ, ասում եմ ձյաձ ջան, կներես, բայց փագում ենք։ Ասում եմ լավ, իսկ ինչի ես փագում։ Ինչի համար ես փագում։ Դե ասում է, այդտեղ ասեց հոպար, ասեց, դե հոպար ասեց, 30 տարի իրանք են լավ ապրել, մենք ենք ուզում լավ ապրենք։ Շրջադարձ կատարեցի, գնացի մեկը հասար որտի հասնեի ուրիշ ճանապարհով, բայց սրանում էր այդ եւ ինձ թվում է որ այսօրվա կառավարության ղեկավարը մեր այդ երկխոսությանը անտես կերպով ներկա է եղել։ Դրա համար էլ հետո ձևակերպել է մեր ազգային, այսպես ասած, գաղափարախոսությունը լավ ապրելը։ Բայց դա գաղափարախոսություն չէ։ Փայլոն օրինակ էր, ես սիրեցի այդ օրինակը, որտեղ այդ մի օրինակում ամեն ինչ կա։ Մեր վերաբերմունքը դեմոկրատիային, մեր ընկալումը ազգային ինքնությանը, պետությանը, ամեն ինչ։ Փողոցը փագող երիտասարդը ինձ չասեց, որովհետև անարդարություններ են եղել, ես ուզում եմ ավելի արդար Հայաստան լինի, չգիտեմ։ Որտեղ դու իմ գաղափարներին նրանք լավ են ապրել 30 տարի, հիմա էլ մենք ենք ուզում լավ ապրենք։ Ու մենք փաստացի Փայլոն, շքեղ մտածելակերպ։ Եվ ինչ անենք մենք այս ժողովրդի հետ, ինչ անենք այս նյութի հետ, ոնց կարող ենք մենք այս արժեհամակարգը կրող մեր հայրենակիցներին այդ ժողովրդավարական մոտեցումները որոնք գոյություն չունեն եւ ոչ մեկին բարօրություն չեն բերել եւ նույնիսկ ամենազարգացած երկրներում ուղղակի ստագնացիայի մեջ են թե գաղափարները, թե կառավարման ձևը, թե գործիքի սրությունը, թե բթությունը, վերջի հարցը ու փակում ենք։ Լավ, այս 30 տարվա ներդրումները, որ արել են տարբեր գրանտները, որ ակտիվիստները ավելի ակտիվանան, պասիվիստները ավելի պասիվանան, դեմոկրատական, չգիտեմ, սորոսական եւ այլն։ Հիմա ըստ էության
որն էր դրա իմաստը, եթե մենք տապալել ենք ամեն ինչ կարելի էր տապալել, իմաստուներ այդ ամեն ինչ անի եւ ընդհանրապես ինչու է սա արվում։ Սա էլ մի հատ բացատ լավ, հարցը սենց է։ Արդյոք դեմոկրատիան կարելի է փողով ու գրանտով ներդնել։ Էս է հարցը։ Իհարկե չէ, վերջի հարցին ասեմ, իհարկե չէ, բայց սա պատերազմի ավարտն է, մտածելակերպը ինչու՞ն էր, որ այո, ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան ճիշտ ձևն է ամենա, որովհետև ազատություն եւ այլն ապահովում է ավելի լավ բռնապետություններից ազատվեցինք, բայց ամերիկյան մոտեցումը նաեւ հետեւյալն էր, որ ինչքան մեզ նմանվեցին աշխարհում երկրներ, անգամ մեր ազդեցությունը ավելանալու է եւ անգամ մեզ համար ավելի լավ է լինելու ուզում են իրանք են ուզում չէ դառնան մեր նման ուրեմն պետք է օգնենք իրանք որ իրանք նմանվեն հա չունեն հիմա քաղաքացիական հասարակություն չունեն չի եղել որտեղ պոստտալիտար մենք կօգնենք որ իրանք դա ստեղծեն դա ոնց որ hot house ոնց էր բանը ջերմոց հա ոնց որ ջերմոցում դու փորձում ես աճացնես ինչ որ մի բան բայց միշտ չի որ ջուրը պետք է հասցնես այդ բանն էլ նյութն էլ միշտ չի որ կա որ բան անես մենա երբ որ կա տալիս ես ասում ես այս ձև պետք է մի հատ էլ գենետիկ ինժեներինգ պետք է անես որ այս ձև պետք է որովհետև իրանք դրսից գալիս են այդ անում են իրանք իրանց օրակարգը ունեն ոնց որ այդ ամբողջ օրակարգը ենթարկվում է այդ գաղափարին չէ որ պետքա ժողովրդավար բայց այդ իրանց օրակարգն է այդ որ հիմա կամ գանգատվում են Սորոսից ասում են Սորոսը իհարկե Սորոսը եկավ բայց նա իր օրակարգը ուներ չէ որ եկավ Մի վատ մարդ էր Սորոսը։ Չէ, դե հիմա ես չեմ ուզում դա նույնիսկ քննարկել, բայց ես ասում եմ, որ ինքը իր օրակարգը ուներ, ինքը փողը տալիս էր իր օրակարգը առաջ տանելու համար, իսկ մենք մեր օրգանիկ հնարավորությունները, այսինքն հայկական բուրժուազիան անգամ անհասուն էր, որ չէր հասկանում, որ ավելի լավ է մենք տանք այդ գումարներով ստեղծենք այդ հասարակությունը, հա, քաղաքացիական, կամ դրսից է գալիս, իրանց վեճը չէր, որ ինչա լինում։ Հետո երբ որ եկավ արդեն իրանց էլ կպավ, իրանց շահերին կպավ, իրանք այդ ժամանակ սկսեցին, օ Սորոսը եկել էր, էս երանում էր։ Բա դուք ուր էիք, ես չհասկացա։ Սորոսից առաջ ընկնել։ Կարևոր է չմոռանանք մի շատ կարևոր բան, սա ցիտատա բանից Նիչեից, հա, երբ ուրեմն ասում է կռվում ես հրեշների դեմ, զգուշ եղի որ չմանվես հրեշին։ Բայց դա մինչև Նիցշեն դա հին չինական հեքիաթ, կարևոր չի, մենք ավարտում ենք, որովհետև ցավոք եթերը հնարավոր չի ձգել անverջ եւ չենք ուզում ենք լինել ակտուալ, չենք ուզում ձեզ ձանձրացնել։ Կարծես թե այս երկու հաղորդաշարը նայելով ոդքասթից դուք արդեն կհասկանաք ինչ է դեմոկրատիան, ինչով են այն ուտում, ինչու այն չհաջողեց մեր երկրում եւ այլևս մեկ ընդմիշտ այս հարցը կփակեք եւ երբ որ ձեզ կասեն որ ամեն ինչ վատ է, բայց չէ որ մենք ժողովրդավար ենք, սուտ են ասում, մենք ժողովրդավար չենք եւ այս երկու ոդքասթը դրա վառ օրինակներ ինչու։ Եվ մենք երեքով հավաքվել ենք, որպեսզի հասարակության մտածող զանգվածին հրավիրենք քննարկման, մտածելու թե ինչ անենք, ինչ ճիշտ ձև գտնենք, որպեսզի ի վերջո այս կախարդական շղթան պատռենք։ Կարևոր է որ այդ մտքերով կիսվենք, մտածենք, որովհետև առանց ազատ մտքի չկա ստեղծագործություն, իսկ այն մարտահրավերները, որ կանգնած են մեր առջև, պահանջելու են, որ մենք ստեղծագործ լինենք, ոչ թե կլիշե ինչ-որ վերցնենք եւ ասենք, որ սա է, միայն սա է ձևը մեր խնդիրները լուծելու համար։ Մյուսը չասենք թող հետաքրքիր լինի ինչ ալնելու, բայց մենք պատրաստվում ենք ահավասիկ մեր թղթերը, iPad-ները եւ ամեն ինչ։